Մեկ շաբաթ առաջ մեր հարցազրույցի ընթացքում պարոն Հովհաննիսյանի հետ պարոն Հովհաննիսյանը պատմեց մեկ մարդու մասին, ով այս ցրտերին, երբ որ գիշերը -15 աստիճան ցուրտ էր, հայտնվել է փողոցում եւ փողոցում է ապրում։ Տղան կարծես թե ձեր ներկայացմամբ խաղամոլության կազինոյում պարտվել էր եւ հայրը հայտնվել է փողոցում։ Չանցավ մեկ օր անգամ, երբ մեզ զանգահարեցին մերոնց տուն խնամքի կենտրոնից եւ պատրաստակամություն հայտնեցին, որ կարող են ճիշտ է ժամանակավոր, բայց կացարան տրամադրեն այդ մարդուն։ Մենք խորհուրդ տվեցինք, ուղղորդեցինք նրանց դեպի պարոն Հովհաննիսյանը եւ պարոն Հովհաննիսյան, ինչ եղավ հետո։ Ինչ եղավ հետո, նախ ես ասեմ այն, որ ես ճիշտ ասած չէի սպասում, որ Կարձագանքի այդ խնամքի կենտրոնը, ես իմ խոսքը, եթե հիշում եք, հասցեագրել էի Միչայլոց օպերատորը ճիշտ կանի այդ կադրը, որ մենք ցուցադրեցինք նոր տարու առաջի օրերին։ Այդ առաջինը, եթե կարելի է, ահա, դուք տեսնում եք էկրանի վրա ինչ վիճակ է, սա Մոսկովյան 31 հասցեն է, Բայրոնի գրադարանի պատի տակ, ահա արդեն որ երրորդ տարին է, ապրում է այս մարդը, եւ մարդ բնիկ Երևանցի, մտավորական, բարձրագույն կրթությամբ Վիգեն Մամիկոնյան, շատ լավ ընտանիքից իր ուրեմն քույրը Ջոն Կիրակոսյանի կինն էր, լուսահոգի կինն էր, եւ պատահական չի, որ հենց այդտեղ էր ընտրել իր, այսպես ասած, բաց երկնքի տակ բնակության վայրը, որովհետեւ այդտեղ այդ նույն շենքի վրա փակցված է Ջոն Սահակովիչի հուշատախտակը, եւ այս մարդը երևի թե եւ ոչ մի չինովնիկից եւ ոչ մի պաշտոնյայից իր վիճակին հաղորդակից դառնալու եւ իրեն օգնելու պատրաստակամություն չստացած, որոշել էր երևի թե պաշտպանություն գտնել Ջոն Սահակովիչ Կիրակոսյանի մեծ գիտնականի հուշատախտակից, որ այդտեղ էր։ Բայց դա չաշխատեց, չէ՞, պաստորեն։ Գիտեք, նախորդ տարիները ձմեռը այդքան ցուրտ չէր։ Այս տարի այդ ամանորյա օրերին դաժան ցրտեր էին, մանավանդ գիշերները, 17 աստիճան ցուրտ, այդ մարդը այնտեղ պարկած, գիշերում էր այդ ուրեմն պայմաններում, եւ դրա համար էլ ես ուրիշ ճանապարհ ձեզ դիմեցին, զանգահարեցին, օգնում են իրան ամեն ինչով ինչ հնարավոր է հասարակ մարդիկ, իրեն նման հասարակ մարդիկ, բայց նկատեք, որ այդ շենքը համարում են մեծահարուստների շենք, այդպես է ստացվել, որտեղ այս տարիների ընթացքում այն հին մտավորականությունը, որ խորհրդային տարիներին բնակարան էր ստացել այդ շենք, բնակարաններ էին ստացել այդ շենքում, նրանք հիմնականում վաճառեցին իրենց բնակարանները, հեռացան, օրինակ մեր մուտքում, որտեղ ես եմ բնակվում, 12 բնակիչներից մնացել են միայն 3-ը, որ նախկինում ապրում էին, այն մյուսները 9 վաճառել են բնակարանները, նորեր են եկել, ըստ որում այդ նորերը շատ հարուստ են, կան մարդիկ, ովքեր ունեն 3 բնակարան, օրինակ մեր մուտքում Էդուարդ Աղաջանյան, պատգամավոր ազգային ժողովի, ձեզ քաչ հայտնի պատգամավորը, որը Միչայլոց 18 թվականից հետո փոփոխությունից իշխանափոխության Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր նշանակվել, հետո արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, այդ շենքում այդ մեր մուտքում միայն ունի 3 բնակարան, գնել է բոլորը եւ նաեւ ռեստորան Բելետաժ, այդ Բելետաժ ռեստորանում ուրեմն մեր քաղաքական բոմոնդն էր հավաքվում, Արարատ Միրզոյանը դեսպաններին քանիցս բերել այդտեղ ճաշկերույթներին, դա այսինքն այդ տեսնում էին այդ մարդուն, բոլորը տեսնում էին, կարծես չէին տեսնում էին եւ չէին տեսնում, տեսնում էին եւ չէին նկատում, հասկանում եք, այդ մարդը այդտեղ պարտկած, դա ուղղակի գիտեք ինչ, ես կասեմ այսպես, որ չլսված բան է, մեր սահմանադրությունում արձանագրված է, որ մեր պետությունը սոցիալական պետություն է, եւ հարց է առաջանում, լավ, եթե սոցիալական պետություն է, բա
մարդկանց վիճակի մեջ չեն մտնում, ի վերջո այս մարդու պատմությունը շատ հասկանալի է, գիտեք ինչ, ով էլ ինչ ուզում է ասի, բայց երիտասարդությունը այսօր չի գտնում հնարավորություն վաստակելու, որպեսզի ընտանիք կազմի։ Չեն գտնում այդ հնարավորությունը։ Վերջերս ես մի պետական հիմնարկում էի կադաստրում եւ այնտեղ 12 պատուհաններից միայն 2-ն էին աշխատում, ես ասեցի լավ, այս 12 պատուհանները հերթ եք ահռելի առաջացրել, այս ինչու է այսպես, ասեցի, բա մարդ չկա, որ ընդունվի աշխատանքի, ասեցի, բա ձեր հայտարարությունները ես ուզում եմ տեսնեմ, պետին ասեցի, ուզում եմ տեսնեմ, մատյանը բացեք, ասում հայտարարություններ ենք տվել, աշխատող չենք կարողանում վերցնել, որտեվ այդ աշխատավարձով չեն համաձայն, ասեցի, ինչ աշխատավարձ, 150,000, 160,000 աշխատավարձ այդ կարգի մաքուրով, ես տեսա այդ ուրեմն հայտարարություններում, որոնք իրենց կայքում իբր կան, հասկանալի է, որ այսօր քանի որ գրերը աճում են, մարդիկ երիտասարդները չեն կարողանում ընտանիք կազմել, ուրեմն գնում են կազինո, հեշտ որպեսզի շուտ վաստակեն, հասկանում եք, չեն ստանում այն վաստակը, որը հնարավորություն կտար ընտանիք կազմել եւ այլն, սա լուրջ սոցիալական խնդիր է, մենք այսօր ես պարզ ասեմ, մեր երկրում սոցիալական աղետ է, մեր երկրում այսօր սոցիալական աղետ է եւ այս մի դրվագը, այս մի փաստը ցույց է տալիս այդ աղետը պարզապես մարդկային դեմքով է ցույց տալիս, մարդու դեմքով է ցույց տալիս։ Եթե կարելի է ցուցադրեք այն ֆոտոշարքը, որը տրամադրել է մեզ պարոն Հովհաննիսյանը, եւ դուք պատմեք այնուամենայնիվ ձեզ դիմեցին այդ խնդրի կենտրոնից, ինչ եղավ հետո։ Գիտեք, ինձ դիմեց, այդ տեսեք, այս սոցիալական այդ մերոնց տունը խնամքի ուրեմն կենտրոնի խնամքի եւ ուրեմն ժամանցի, այո, խնամքի եւ ժամանցի կենտրոնի աշխատակիցն է, որը իմ ներկայությամբ ես եմ նկարել սա, իմ ներկայությամբ ուղեկցում է արդեն այդ մերոնց տուն կենտրոն, որտեղ ուրեմն այդ կենտրոնի տնօրենը Անգին անունով, Տիկին Անգին, այսպես ասեմ, որտեղ ես ազգանունը չգիտեմ, Անգին անունով զանգահարեց ինձ, ներկայացավ, ասեց, որ նայել է, լսել է եւ ուզում է օգնի, ասեց, որ իրենց մոտ այն ուրեմն մարդկանց ծնողներն են, ովքեր աշխատում են արտասահմանում եւ նրանք խնամքի կարիք ունեն այդ ծնողները եւ դրա համար վճարում են իրենց զավակները, բայց այս դեպքում հաշվի առնելով այն, որ մարդը այդ վիճակում է եւ ի վիճակի չի վճարել, ուրեմն բարեգործության կարգով իրենք կազմակերպեն թեկուզ ժամանակավոր ուրեմն Վիգեն Մամիկոնյանի Ես կխնդրեմ ցույց տալ այդ լուսանկարը Վիգեն Մամիկոնյանի, եթե կարող եք առանձին ցույց տալ։ Սա արդեն խնամված, որտեվ առաջին տեսանյութը, որ դուք ուղարկեցիք, իրենք էին ուղարկել այնտեղից, ճիշտ է, արդեն խնամված էր, բայց մազերը շատ էին, մորուքով էր եւ այլն, շատ անխնամ վիճակի, այսպես ասենք։ Ինչպես կարող է լինել մարդը, եթե ապրում է այդպիսի դաժան պայմաններում։ Հիմա արդեն ես տեսնում եմ, որ այո, մորուքը չկա եւ մազերն էլ կտրել են։ Շարունակեք, պարոն Հովհաննիսյան։ Այո, այնտեղ լողացրել են եւ այլն, մի խոսքով հագուստ են տրամադրել, այսինքն հոգ են տանում մարդու համար, բայց Տիկին Առաքելյան, ես սպասում էի, ես դիմում էի, հիշեք, ես դիմում էի մեր պատգամավորների, ես դիմում էի Գագիկ Ծառուկյանին, որը այդ շենքում բնակարան ունի, իր առաջի բնակարանը Երևանի կենտրոնում եղել է այդ բնակարանը, այդ շենքում։ Ինքը այնտեղ բնակարան ունի։ Ես դիմում էի նրան, որ բարեգործներին, որ շուտով պետք է գնան շախով շուխով ընտրությունների, եւ պետք է խոսեն այն մասին, որ իրանք մեծ բարեգործներ են։ Ես դիմում էի նրանց, ես չէի ակնկալում, որ ուրեմն ես գիտեմ մեր ժողովուրդը շատ գթասիրտ է, շատ լավ ժողովուրդ ունենք, այս մարդուն պահել են հասարակ մարդիկ։
Հասարակ մարդ, ես էի տանում հաց, այն մյուսներն էին տանում հաց, այդպես պահել են 5 տարի, բայց եկավ այդ դաժան ձմեռը, և նոր տարու օրեր, և նոր տարու օրերին ես դիմում եմ այս օլիգարխներին, դիմել եմ այս պատգամավորներին, որ նոր ստացել են 3 միլիոն պարգևավճար, ինչի համար եք ստացել պարգևավճար, որ 5 տարի այս մարդ է փողոցում պարգել է այս վիճակում, ապրել է այդ պայմաններում, ձեր աչքի առաջ, մի րոպե, մեր բոմոնդը հավաքվում էր այդ Բելետաժ ռեստորանում, այդտեղ բոլորն են, այդտեղ Նիկոլ Փաշինյանից սկսած բոլորը եղել են, դա Էթիկ Աղաջանյանի ռեստորաններ, հենց դիմաց, հիմա ես ձեզ ասում եմ, հիմա ուշադիր լսեք ինձ, եթե դուք ձեր այդ պարգևավճարները չտանեք այդ մերոնց տուն և այլ նման կարգի գթասիրտ կազմակերպություններին, որոնք իսկապես հետաքրքրվում են, որոնք տեսակ լսեցին և գտան ինձ, գտան ուրեմն այս Նոյան Տապանի խմբագրությունը, զանգահարեցին խմբագրություն, խմբագրության միջոցով պարզեցին իմ տեղը, զանգեցին ինձ, հոգ տարան, տեղավորեցին և այլն, այս կարգի կազմակերպություններին պետք է տրվեր այդ պարգևավճարը, ոչ թե ձեզ պետք է տրվեր, որ դուք հիմա գնայիք և գոնես նոր տարվա օրերին, լավ, այդ տիկին անգինը, մերոնց տան տնորենը, լսում է այդ ելույթները, արձագանքում է նման փաստերին, որտև այդ մերոնց տուն, ասեմ տիկին Գայանե, ասեմ մերոնց տուն այդ կազմակերպությունը գտնվում է Նորք Մարաշում, ուրեմն բուժ աշխատողների 1 կոտորակ 1 հասցեով, բուժ աշխատողների փողոց 1 կոտորակ 1 հասցեով, մերոնց տուն, դա գտնվում է հին Նորքում, հասկանում եք, իսկ թաղապետարանը գտնվում է 10 մետր հեռավորության վրա այնտեղից, որտեղ 5 տարի այս դաժան պայմաններում ապրել է այս մարդը, թաղապետարանը, իսկ Բելետաժ ռեստորանը, որտեղ ըմպում են սուրճ, ամառները այդ բանի տակ, ուրեմն դրսում, հենց դուս այդ մարդու վրա է տեսարանը, դուս հենց այդ որ նայես այդտեղ այդ Բելետաժ ֆրանսիական ռեստորանը Էթիկ Աղաջանյանի պատկանող, դա դրա ընտանիքի, հենց դեմ դիմաց է այդ մարդուն, 5 տարի սրանք, այս մեր բոմոնդը, այս մեր դեպուտատները և այլն, այդտեղ նստած տեսել են այդ մարդուն, որևէ մեկը մոտեցել է, նրան հարցրել է, հայրիկ, ես ինչի ես վիճակում, ես ինչ է պատահել, որևէ մեկը, որևէ մի հոգևորական կողքի, չէ, այդ կաթողիկոսի նստավայրն էլ գտնվում է ընդամենը մի 50 մետրի վրա, 100 մետրի վրա այդտեղից, բա այնտեղից ինչ-որ մեկը եկել է, թե այս մարդը լավ ոնց է ապրում,